Հայկական ծիրանի սեզոնը բացված է։ Նինոցմինդայի վաճառակետերում այս պահին ծիրանը համարվում է մրգերի թագուհին և անկախ գնից ամենապահանջվածն է գնորդի կողմից։ Հայ ժողովրդի համար ծիրանը խորհրդանշական մրգատեսակ է։ Այն հանդիսանում է հայ ժողովրդի գոյության և աշխատասիրության հիմքն ու կենդանի վկան։ Այս մրգի մասին գոյություն ունի տարբեր պատմական նյութեր և առասպելներ։ Բացի այդ, անմրցելի է նաև համային առումով։ Ծիրանի աճեցմամբ զբաղվում են նաև այլ պետություններ, սակայն հայկական ծիրանի համն ուրիշ է, պատճառը միգուցե և հայկական արևն է։ Այս մրգատեսակը ճանաչված է ամբողջ աշխարհում։ Հայաստանի Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Չարոս Զաքարյանն ամեն տարի Նինոցմինդա քաղաքի մի կետ զբաղեցնելով վաճառում է ամենահամեղ և անուշ հայկական ծիրանը։ Ես հայաստանցի եմ, Արմավիրի մարզ Ջանֆիդա գյուղից եմ։ Իմ անունն էլ Չավուշ է, իմ դաշտի ծիրանն է։ Բերել եմ Վրաստանում, որ ծախենք։ Հայաստան էլ եմ ծախում, ստեղ էլ եմ ծախում։ Մեր ջավախի ժողովրդի համար եմ բերել ծիրանը, էժան ենք տալիս։ Էլի մեր վրացիքն են առնում ինձանից, վրացիքի համար էլ եմ բերել ծիրանը։ Ծիրան կա, տեղ կա լավ է, տեղ կա վատ է, կարկուտը խփել է։ Օրինակ իմ դաշտերում չի խփել, դաշտերս պրծել եմ երտանից։ Մեր մոտը պատրաստում են սոկ, չիր, ամեն ինչ էլ անում են, կամպոտ էլ են անում։ Вообще Հայաստանում, աշխարհի մեջը որ կա, Հայաստանի ամենահամեղ ծիրանն է։ Հայաստանի ծիրանն է, համեղ ծիրան։ Աշխարհով մեկ կետի մինեք Հայաստանում է ծիրանը, որ համեղ է ելնում։ Մի վաղտը 3 կիլոն 10-ով ենք տվել, հիմա էժանացրել ենք, սարքել ենք 250-ով։ 250 կապեկ ենք տալու։ Չէ, էլ արդեն նվազելը չեն կարա նվազեն, որտեղ տամոժներն մի քիչ իրար ռաստամուշկով որ անում ենք, հարմար գին ենք տալիս, 2.5-ի տակ հարմար է։ Տամոժներն էլ շատ լավ, մարդիկ մեզ ընդունում են, ձևակերպում են, անցնում ենք մանավանդ Վրաստանը, պրոբլեմ չկա, ոչ մի բահի մտնում ենք, մենք ռաստամուշկեն անում ենք, մեզ հանգիստ թողում են, մենք գալիս ենք։ Հայաստանն էլ նույն, Վրաստանն էլ նույն։ Աբրի ղեկավարները, որ արագ մեզի ճանապարհում են, որ ապրանքը չփչանա տամոժների մեջ։